Ես մի հատ topic եմ ընտրել, որ maybe կարող է առաջի անգամը չի, որ ես բեմ եմ հելել, բայց ուզում եմ ասեմ, որ էսի անենց թեմայա, անենց խոսք է, որ ամեն մարդ լսել է, ամեն մարդ է լսել այս խոսքի մասին, բայց ամեն անգամ մենք կարիք ունենք նորոգելու այդ խոսքը։ Ճիշտ է, կարող է ես փոքր մի բան զատեի եւ ձեզ հետ կիսվեի Աստծո խոսքից, բայց ես ուզեցի մի քիչ ավելի ընդլայն մի բան խոսեմ ձեզ հետ, որովհետեւ անգլերեն ասում են go big or go home. Okay? So ես փորձելու եմ անեմ իմ ամենալավը եւ փոխանցեմ այդ խոսքը, որ իմ մեջ դրվել է։ Օրեր առաջ որ Հովիվը ասեց, որ ես եմ ձեզի ծառայելու, ես չգիտեի ինչի մասին խոսայի։ Out of nowhere ինքը ինձ ասեց, որ խոսալու է դու ես պատրաստելու այսինչ օրը ժողովրդի համար, ասեցի okay, ու Հովիվը ասեց գնա աղոթի, որ Տերը քեզի խոստա։ Եվ ես obviously չգիտեի, so many things, լիքը բաներ կա, կարաս խոսած, կարաս կիսվես, կարաս պատգամ տաս եւ այլն, չգիտեի ինչի մասին։ Ու for whatever reason, Սուրբ Հոգին վստահ եմ Աստված ուզեց, որ այդ բանը ես ձեզի ասեմ, ես ոչ մի բան չէի պատրաստել, ոչ խոսք մտքիս էլ չկար ոչ մի բան, բայց forgiveness, ներելը, ներումը, էդի եկա մտքիս մեջը ու փորձեցի, ասեցի, չէ, էդի շատ մեծ topic է, չեմ ուզում, ավելի փոքր մի բան պատրաստեմ, կամ ավելի հակիրճ, ավելի ինձի համապատասխան, բայց չստացվեց էդի, եւ ես ուզում եմ ասել այսօրվա խոսքը ես ուզում եմ փոխանցել ներման մասին, ասում է Աստծո ճանապարհի բացումը, ներման կոչ, էդի է իմ այսօրվա title-ը, ես ուզում եմ կոչ անեմ իմ խոսքով բոլորիդ, իմ պատգամով, որ ներումը ինչքան կարևոր է մեր կյանքերի մեջը։ Ես ուզում եմ նայենք այս նկարին, մենակ մի հատ նկար ունեմ, բայց նայենք այս նկարին, այս նկարը շղթաները քանդված է, չէ՞։ Եվ մենք էլ, երբ որ մենք ներում ենք, մեր շղթաները քանդվում են։ Եվ ամեն անգամ Աստծո տունը գալուց, Աստծո խոսքը լսելուց, մեր մեջը մի բան քանդվում է, այս անգամ ներումը, մյուս անգամ կարող է ուրիշ մի բան լինի։ Եվ ես ուզում եմ ասեմ, որ եկեք մենք մեր ձեռքերը բացենք եւ ազատվենք այդ մեր ներսին նեղած բաներից։ Ես ուզում եմ սկսեմ իմ խոսքը հաջորդ նկարից, որը ասում է այսպես։ Որովհետեւ ես ուզում եմ սկսել ասելով Մատթեոս 6:14-15։ Այս խոսքը, երբ որ կարդացի, ուզում եմ մեկնաբանեմ էդի։ Ուզում եմ մեկնաբանեմ, որովհետեւ երբեմն լինում է, չէ, ասես մի բան են կարդում, բայց դժվար է, մի քանի անգամ են կարդում, էդի չենք հասկանում, կամ ասենք թե Եզեկիելի թուղթը, մի քանի անգամ կարդում ես, բայց էլի չես հասկանում, չէ, էսի այդպես թուղթ չի, այդպես խոսք չի, ուզում եմ մեջից մի բան գտնեմ, որ ասեմ մի բան եմ գտել, բայց չէ, էդի այս խոսքը այդպես խոսք չի, այս խոսքը ասում է Մատթեոս 6:14-15, որովհետև եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր հայրն էլ ձեզ կների, իսկ եթե դուք մարդկանց չներեք իրենց հանցանքները, ձեր հայրն էլ ձեզ չի ների ձեր հանցանքները։ Simple, straightforward, ոչ մի բան, ոչ ավելացում է պետք, ոչ պակասացնել է պետք, ասում է, եթե էսի անես, էսի կլինի։ Հովիվը ինչ ասեմ էզի, it's a mechanism, մեխանիկա է այդի, mechanism, ոնց որ ցանելը, հնձելը, նույնն էլ էսի, կներես, կներվես, չես ներվի, բաց ասում է խոսքը, 2 + 2 = 4, that's it, ոնց Հովիվը ասում, աքսիոմատիկ ճշմարտություն է այդի, there's no way, չես կարա, ուրիշ մի բան չես կարա մոգոնես դրա մեջը, պետք է ճիշտ ինքը ոնց կա, այդպես հասկանաս, և պարզ ես հասկացա, obviously մենք բոլորս հասկանում ենք, որ եթե մենք չանենք մի բան, մեզի այդ նույն բանը չի արվի։ Հիսուսը golden rule-ը ինչ է, արա ինչ որ ուզում ես քեզի անեմ, դու է նույնը արա, չէ, նույն բանն էլ էսա, it's a mechanism, եթե մենք աշխատացնենք, էդի աշխատելու է մեր կյանքի մեզ, բայց եթե մենք չաշխատացնենք և էդի քնած պահենք մեր կյանքերի մեջը, էդի չի աշխատի, էդի առաջ չի գնա, և այսօրվա խոսքը առաջ գնալու մասին է, setting free, և առաջ գնալու մասին է,
ուզում եմ մի բան եմ մեջ բերեմ, հիմա ասելու եք անընդհատ ձեր քո հովիվին ես բերում մեջ, բայց էդի փաստա ես տարիներ շարունակ սովորել եմ Իրանից իր խոսքերը տպվել էր իմ մտքից մեջ, իմ սրտից մեջ, եւ միշտ հիշում եմ այդ խոսքերը, հուշում եմ, ու I think էդի ճիշտ է, որովհետեւ մեր հովիվը շատ լավ է մեզի քարոզում, էֆեկտիվ է քարոզում, դրա համար է մեջը մնացել է այն։ Եվ ուզում եմ ասեմ, որ մեր հովիվի խոսքերի համաձայն հովիվը ասում է ինչա, հավատքը հեշտ բան չի, հավատքը ոչ փրթած մածուն է, ոչ թան է, ոչ է մի կլասով, մի ոտով կլաս խաղալ է, հովիվը տենց է ասում, so ուզում եմ ասեմ, որ մեր հավատքի ճանապարհը, սիրելի Աստծո ժողովուրդ, դժվար է, հեշտ բան չի, ճիշտ է մենք ապրում ենք, կամ թեթև ենք տանում, կամ մատների արանքով ենք կարողանայում, բայց էդի դժվար գործ է, ամեն մեկի բանը չի, որ հավատացյալ լինի, ամեն մեկը չի կարա էդի կրի իրա վրեն ու ասի եսի սենձա ըստ Աստծո խոսքին, եկեք համաձայնվենք դրան, որ այս simple mechanism-ը պետք է աշխատացնենք ի օգուտ մեզ, okay? Մեր հավատքի ճանապարհորդությանը ամենադժվար, բայց միևնույն ժամանակ ամենաանփոփոխ կողմերից մեկը ներումն է, ոչ միայն այն տեսակի, որի մասին մենք խոսում ենք, այլ այն տեսակի, որ իսկապես ազատում է մեզ եւ թույլ է տալիս Աստծո գործը շարունակել մեր կյանքում, այսինքն խոսքերով մենք շատ ենք ասում, ների վրայով անցի գնա, but sometimes, եթե մեկը մեզի շատ peace ցավա պատճառ է, կամ շատ վատ դեպք կա պատահե, կամ ինքներս մեզ, ոչ թե միայն ուրիշին, մենք ինքներս մեզ էլ ենք, չէ, ես ինքս ինձ հանդիմանում եմ, I think ես ինքս ինձ խիստ հանդիմանում եմ, դրա համար է կարանում եմ երկրորդ level-ին բարձրանալ, օրինակ, ինչ որ անում ենք, ինչ կյանքի, ինչ որ կյանքը բերում է ինձի, չէ, ասենք թե երբ որ դու բան ես անում, մնում ես քո իրավիճակի դժվարության մեջը, բայց դու դրանից սովորում ես, ոնց որ you jump a level, չէ, էդի է Աստված մեզանից ուզում, դրա համար եթե մենք ներենք, we're gonna jump a level ու Աստված մեզի բացելու է մեր առջև, որտեվ Աստծո գործն է շարունակվելու մեր կյանքի մեջ, իսկ եթե մենք խցանված մնանք այդտեղ, առաջ չենք կարա այդքան ոչ մի բան չենք տենա մեր առջևը եւ չենք կարա առաջ այդքան թույլ է չենք տա Աստծուն, որ մեր կյանքի մեջը ասենք Աստված լիովին մենք վստահում ենք քեզ եւ մեր կյանքի ղեկը քո ձեռքերին է եւ արա ինչ ուզում ես։ Sometimes այդ մեր մարդկային բանը մեջտեղ է գալի, որ մենք ասում ենք, չէ, ես էսի կարամ անեմ, ես take care անեմ, բայց այդ եթե չի, Աստված ուզում է, որ մենք հանգիստ մնանք and let it go, let it go, let it go, okay? Ես ուզում եմ խոսք բերեմ անգլիացի գրող C.S. Lewis-ը, որ ասել է, թարգմանությունը կարդամ, բոլորը կարծում են, որ ներելը հիանալի գաղափար է, մինչև որ ունենում են ներելու բան։ Անգլերեն ասեմ, everyone thinks forgiveness is a lovely idea until he has something to forgive. It's easier said than done. Ավելի հեշտ է ասելը, քան էդի կատարելը, չէ, պետք է մենք խոսքը դե, ոչ թե միայն լսողներ, այլ կատարողներ լինենք, այդ լսելը, խոսալը շատ հեշտ է, ամեն մարդ կարա անի էդի, բայց արի ու տես, որ կատարելը, այդ, որ մենք պետք է կատարենք, մեզանից ջանք է ուզում։ Մենք դժվարանում ենք շատ անգամներ ներել մեզ վիրավորածներին, ինքներս մեզ, մենք ասում ենք, մենք ներում ենք, բայց երբեմն մեր սրտերը կապված են, մենք խոսքով ենք էդի ասում, ոնց որ հարևանցի ասենք, բայց էդի այտենց պետքա չլինի, պետքա անենց լինի, որ մենք խոսքով եւ գործերով շարունակենք եւ actually ներենք, որովհետեւ երբ որ մենք չենք ներում, մենք դառը մարդիկ ենք լինում, մենք դժգոհ մարդիկ ենք լինում, մենք դառնություն ենք ունենում եւ այդ մեղքը մեր մեջը զարգանում է։ Եվ էդի անելով ոնց որ մենք, երբ որ մենք չենք թողում, մենք չենք ներում, էդի ոնց որ լինի, մենք թույն ենք խմում ու սպասում ենք, որ մեր խմած թույնով այն մույսն էլ հիվանդանա, բայց էդի այդեն չի, չէ որ մենք թույնը եթե խմենք, էդի մեզի անում, նույն բանն է չներումը, եթե մենք այդ չներումը մեր մեջը
թույնի պես մեծացնենք, թույնի պես դաժան լինենք, էդի դիմացինին ինչ։ Կարող է մարդը իր համար շատ լավ էլ ապրում է կամ իր օրը անցկացնում է, բայց դու ես դառնացել, դու ես դժգոհացել ու էդի մենք ենք մեզի անում, որ մեր սեփական արարքով մենք Աստծուն չենք թողում շարժվի մեր կյանքի մեջ եւ խոչընդոտում ենք այդ խաղաղությունը, որ պետք է գա մեր մեջ Աստծուց, այդ հարաբերությունը, որ պետք է ունենանք մենք մեր Աստծու հետ, մենք էդի խոչընդոտում ենք, մենք էդի արգելում ենք, ոնց որ մենք պատնեշ ենք Աստծո համար սարքում, մենք մեր ձեռով, որ ինքը ավելի առաջ չգա մեզ։ Եվ ուզում եմ ասեմ, դժգոհ լինելը լավ բան չի, դառ անձնավորություն լինելը լավ բան չի։ Եկեք ներենք, թեթև, քիչ ներենք մարդկանց եւ ինքներս մեզ, որպեսզի ավելի լավ մարդիկ լինենք աշխարհի մեջ, չէ՞։ Ոնց է մեր հովիվը միշտ ասում է կրակը, որովհետեւ միշտ Աստծո խոսքի մեջ է, միշտ լավատես է եւ այլն, նույնն է մեր կյանքերի մեջ, ոչ թե միայն մեր հովիվի, մեր կյանքերի մեջ է, եթե նույն մեխանիզմը մենք աշխատացնենք, մենք էլ այդ լավ դրական բաներ կունենանք։ Եվ մի քանի տարի առաջ they did a study, ուսումնասիրել են, որ դժգոհ մարդիկ 25%-ով ավելի շատ են դեղորայք խմում, քան թե ովքեր որ ներել են։ Exactly, thank you. So եթե մենք մեզի ենք թույնում, ասենք թե մենք դառնացած ենք, որովհետև մեկը մեզի վատ մի բան արել։ Էդի մեզի մեր մեջն է, այդ ոնց որ թույնը մեր մեջն է, գուցում ու մենք մեր ներսից մենք մեզի ուտում ենք։ Եվ obviously study shows, like ուսումնասիրել են, որ actually այտենց մարդիկ ավելի շատ ոնց որ դեպրեսիայի կամ որևէ ուրիշ բանի դեղեր են խմում, որ դեղերը գիտենք, այդքան էլ, հիմա կա դեղերը առողջարար չեն, եթե մի բանին օգնում են, կարող է մի բանին վնասեն։ So եկեք ոչ դեղը խմենք, ոչ մի բան անենք, ոչ դժգոհ լինենք, եկեք ներենք ու թեթևանանք, ներենք ու հանգիստ ապրենք, ներենք ու խաղաղ ապրենք, ներենք ու Աստծուն ասենք արի ներս, արի իմ կյանքի մեջ, արի շարունակի քո գործի իմ կյանքի մեջ, ով Տեր։ Երբ որ մենք չենք ուզում եւ արգելում ենք, որ այդ ներումը գա, մենք ներենք, այսինքն այդ ներումը բերենք մեր կյանքերի մեջ, մի քանի բան է տեղի ունենում մեր կյանքերի մեջ։ Առաջինը, որ մեր սրտերը կարծանում են։ Երբ որ մեր սրտերը կարծանում են, դա ոնց որ մեր սրտերի մեջը բետոն թափվի, like concrete են թափում մեր սրտերի մեջը ու կամած աստիճանաբար արմատավորվում է այդ խիստ լինելը, այդ կարծր լինելը մեր սրտերի, մեր կյանքերի մեջը։ Okay, ու այդ վաղ մենք Աստծո խոսքին, երբ որ մենք պատմեշ ենք, ոնց որ այդ գաջը թափում ենք կամած էդի կարծրանում է մեր սիրտը, էդի հենց է լինում, որ Աստված չի կարա այդ դրան ներս գա, եթե մենք պատ ենք քաշում, ուրեմն գողը չի գալի կամ որևէ մի բանը չի կարա մտնի, չէ։ Նույնն էլ էսի, մենք եթե չենք ներում, մեր սրտերը կարծանում են եւ կարծրանալու պատճառով էլ ոչ մի բան ներս չի կարա գա, ոչ է դուրս կարա հելլի։ Ուզում եմ կարդանք Եփեսացիների 4:32 համարը, որն ասում է. Միմյանց Պողոսն ասում է այսպես. միմյանց հետ քաղցր եղեք, գթած միմյանց ներելով, ինչպես որ Աստված էլ Քրիստոսի միջոցով ձեզ ներեց։ Ամեն խոսք, ամեն բան մենք հաստատում ենք Աստվածաշնչի խոսքով եւ ահա Պողոսը մեզի ասում է, որ մենք պետքա գթած լինենք, մենք պետքա սիրալիր լինենք իրար հանդեպ, որովհետեւ ոնց որ Աստված է մեզ ներել, մենք է պետքա մեր կողքիններին ներենք, մեր դիմացիններին ներենք, մեր անձերին ներենք, պետքա մենք փափուկ սիրտ ունենանք։ Աստված ասում է, որ պետքա մենք փափուկ սիրտ ունենանք, ոչ թե քարեղեն սիրտ։ Եկեք աշխատացնենք այդ ներման մի բաժինը մեր կյանքերի մեջ, որ մեր սրտերը չկարծրանան, մեր սրտերը տախտակ չլինեն, մենք լինենք հաճելի, մենք լինենք, որովհետև երբ որ մեր սրտերը կարծրանում են, մենք եւ դժգոհում ենք obviously, ինչ է լինում, մենք հաճելի մարդ չենք դառնում։ Մեկը չի ուզում մեր հետ խորհրդակցի,
socialize լինի, նստի, խոսա, երկու բառ տա առնի, որովհետև ինչու, որովհետև մենք այնքան դառնենք, we exude that, այդ դառնությունը, bitterness-ը մենք ցրում ենք ամենտեղ։ Էդի մենք կարող չենք realize անում, մենք չենք հասկանում էդի, բայց ամեն մարդ իր aura-ն ունի, չէ, իր այդ vibe-ը ունի։ Եթե մենք դառը լինենք, մեր սրտերը կարծը լինեն, այդ aura-ն էդի մենք ուրիշների վրա ենք գցում։ That's not right. I don't think that's right. Եթե դու նեղացել ես ինձի ինչ, նեղացել ես ուրիշից, օրինակի համար եմ ասում, չէ։ You know what I'm saying? Like Պետք չի այտենց այդքան դառը ամեն ինչը like you know some people այտենց են չէ դաժան են like իրանք սիրում են they get like իրանք բան են լինում ոնց որ sense ուժ են վեկալում որ դառը կամ իրանք victim-ի տեղն են դնում իրանք մի զոհի տեղն են դնում չէ այտենց մարդկանցից խուսափեք հեռու մնալ խորհուրդ չեմ տա հաճելի չի եթե մեկի մոտ էտաս ամեն անգամ իրա այդ վատ poison-ը քեզի տա, չես ուզի էդի, պետք չի էդի։ Հաջորդ բանը, որ ներելը, երբ որ չենք ներում, անում է մեր կյանքերի մեջը, էդի ենա, որ մեր հոգևոր տեսիլքը մշուշոտվում է։ Այսինքն, աններողամտությունը մթակնում է մեր հոգևոր տեսողությունը, դժվարացնելով Աստծո ներկայությունն ու ուղղորդման տարբերելը։ Այսինքն մենք չենք կարող զանազանենք, երբ որ մենք մշուշոտ է մեր աչքի դեմը, մենք չենք կարող զանազանենք Աստծո գործերը, Աստծո ուղղությունները մեր կյանքի մեջ։ Այսինքն, եթե obviously, երբ որ ավտո ենք քշում ամեն առավոտ, երբ որ hazy-ա լինում կամ fog-ա լինում, չենք տենում, բայց լույս պետք է վառենք դրա համար, չէ, high beam-ը պետք է միացնես։ Նույնն էլ այստեղ, եկեք մեր high beam-երը միացնենք եւ արդեն կարիքը չունենանք այդ մշուշոտմանը, որ մեր առաջ գալիս է ամեն անգամ, երբ որ մենք չենք ներում, մեր սրտերը կարծրանում են, մենք չենք տենում ոչ մի բան, մենք ոնց որ աշխարհից փակվում ենք, աշխարհին չենք ուզում տենանք, իսկ երբ որ տենում ենք, մեր bad vibe-ը իրանց ենք տալի։ Էդի չի կարելի։ Ես չեմ սիրում, bring your good vibes, okay? Okay. Եվ հետո մեր աղոթքներն են խանգարվում դրանից։ Ոնց որ չես ուզում կապի մեջ լինես Աստծո հետ։ Լինում է ժամանակներ, որ նեղանում ես, չէ, ու չես ուզում ոչ մեկին լսել, ոչ մեկին տեսնել, ոչ մեկի համար ոչ մի բան անել, պատահում է իմ կյանքից մեջ այտենց, you know, այտենց եւ մի մոմենտի տեղ ասենց կարող է մի շաբաթ վատ մուդի մեջ լինես։ Պատահում է, բայց հետո ես հելնում եմ այդ իրավիճակից ու սկսում եմ ինձ ոնց որ բան անել, ոնց որ ինձի չեմ ներում, ինչի ես պետք է այտենց լինեի, բայց հետո obviously աղոթքով եւ Աստծո խոսքով առաջ ես գնում եւ ջոգում ես, որ իմանում ես, որ էդի այտենց չի պետքա դու միշտ լինեիր Աստծո խոսքի մեջը, միշտ հարատևեիր, որ այդ ընթացքը չգար արդեն քո կյանքի մեջը, որտեվ երբ որ մենք չենք էլ աղոթում եւ մեր աղոթքը ասենք ոնց որ խանգարված է լինում, մենք նորմալ բաներ չենք անում։ I don't want to say normal, but like you know, ավելի դաժան ենք լինում, ավելի խիստ ենք լինում, ավելի կոպիտ ենք լինում, personal experience-ից այդի։ Բայց at the same time, երբ որ դու հասկանում ես էդի եւ Աստծո առաջ գալիս ես ու ներողություն ես խնդրում, մեր ամենակարող Աստված մեզի ներում է, կապ չունի, ինքը գիտի ամեն օր մենք ինչ ենք անելու, ամեն անգամ քանի հազար անգամ մենք ներողություն ենք իրանից խնդրելու եւ ինքը միշտ մեզի առաջ կտանի, եթե մենք միշտ ներողություն խնդրենք, որովհետեւ մենք we open the way, Վիկան երկի մեջ ասես prepare the way for the Lord, prepare the way for the Lord։ Նույն բանը է սա, ես իր հետ կապ չեմ ունեցել երկերի բաժնի համար, բայց ուզում եմ ասեմ, որ ամեն ինչը like it's us preparing the way for the Lord։ Մենք տեղ ենք բացում, ասում, որ Աստված աշխատի մեր կյանքերի մեջը, Աստված առաջ գնա մեր կյանքերի մեջը։ Եվ մի բան էլ, որ այս չներելը մեզի թողում է անցյալի մեջ։ Շատ վատ բան։ Մեզի թողում է անցյալի մեջ, բայց կյանքը առաջ է գնում։ I'm gonna bring a վատ օրինակ եմ բերելու, բայց բերելու եմ։ Sad օրինակ,
Բայց կյանքի մի մասն է այդ, ես բան չեմ անում, որովհետև կյանքի մի մասն է ու մենք է բոլորս է տեխնիկլի ճաշակելի ենք էդին։ Մեռնողի հետևից չեն մեռնում։ Չէ՞։ Այտենց խոսքը հայկական մեր մեջ հայության մեջ մեռնողի հետևից չեն մեռնում։ Այսինքն, եթե վատ բան ապատահե, պետք չունես շարունակելու դրա պոչը բռնելու ու սաղին պատմելու, որ քեզի վատ բան ապատահե։ No, անցի քո ներքին սենյակը, գնա աղոթի, փափկացու սիրտդ, Աստծուն լսի, Աստծո խոսքը լսի, եւ Աստված անպայման քո ճամփան կբացի, դու այդ ցավը, որ կարծում ես, որ չես կարա տանես, այդ պատահածը, որ եկել է, որ չես կարա տանես, դու տանում ես էդի։ Ու հետո տարիներ անցնում է ու դու զգում ես, որ ես անցա այդ ճանապարհը, ես կարացա անցնել դրա վրայով եւ ապրեմ եւ շարունակեմ իմ կյանքս, որովհետեւ մեր Աստված գթած է, գթած Աստված է, ողորմած Աստված է, որովհետեւ ինքը մեզի ճանապարհ է բացում ամեն անգամ մեզի ճիշտ տեղին է տանում մեր Տեր Աստվածը։ Ուզում եմ կարդանք հաջորդ խոսքը, որը Եսայի 43:19 եւ ասում է այսպես. Եվ ուզում էսի առաջ գնալու մասին է եւ շարունակելու մեր կյանքը despite անկախ ամեն ինչից, որ մեր կյանքերի մեջ լինում է։ Ահա ես նոր բան եմ անում, որ հիմա կհայտնվի։ Միթե դուք չեք իմանա այդ։ Ես ճանապարհ կբացեմ ամայի տեղերում եւ գետեր անապատում, էդի Աստվածը մեզի ասում եկեք փառք տան, որ ինքը մեզի ճանապարհ է բացում ամայի տեղերում եւ գետեր անապատներում, որովհետեւ մենք կարիք ունենք դրա։ Եթե մենք կարիքը չունենայինք, Աստված էդի մեզի այդ խոսքը մեզի չէր տա, որ ես ձեր համար գետեր կբացեմ, ձեր համար ճամփաներ կբացեմ ամայի տեղերում, որ դու կարծում ես երբ չկա, that's it, I'm done, this is the finish line, finito, no. Աստված էդի միշտ կարա փոխի, որովհետև ինքը մեր արարիչն է, ինքը հզոր է, ինքը այն Աստվածն է, որ մեզի ներել է, ինքը այն Աստվածն է, որ իր որդուն է մեզ տվել։ Եկեք ծափարենք մեր Հիսուսի համար, փառք Հիսուսին։ Ինքը Աստված մեզի նոր եղանակներ, նոր լավ բաներ չի տա, եթե մենք հինի մեջը ասենք թթվենք մնանք դրա մեջ։ Right? No, seriously, չեք կարա առաջեթակ, եթե մի բանից չեք ազատվել, չեք կարա։ Նույն բանն է, like, this is what I like about God's word. Էսի եմ ես շատ հավանում Աստծո խոսքի այս ավետարանի մեջ։ Ամեն ինչը քո կյանքի համար է։ Մի տեղ, մի օր, մի ժամանակ էդի գալիս է գտնում է քեզի, կամ դու օգտագործում ես այդ խոսքը ու ասում ես, oh my god, էսի ճիշտ նույնն է։ Ուրեմն, եթե էնի անցել է, էնի արել է, of course ես է կարամ անեմ, ինչի չանեմ որ։ Ինչի չանեմ, մեր զորացնող Աստծո։ Մենք ամեն ինչ կարանք անենք, չէ՞։ Եվ իսկական ներումը էդի բանալի է, որ դռներ է բացում մեր համար։ Աստված մեր համար դռներ է բացում եւ գործում է մեր կյանքերում։ So եկեք մենք այդ chance-ը տանք Աստծուն, դաժան չլինենք, խիստ չլինենք, բան կոպիտ չլինենք կամ մեղմ լինենք ավելի, որովհետեւ I think էդի մեզի ավելի օգուտ կտա, քան թե մեզի վատ տեղեր կտանի։ Ու 7-րդ խոսքն է, հաջորդ խոսքն եմ ուզում ասեմ, հա, այս մեկը։ Ուզում եմ ասեմ, որ ներումը զգացմունք չէ, այլ ընտրություն է դա, կամքի գործողություն է, որ ազատում է եւ մեղավորին, եւ ներողին։ Այսինքն, եթե մենք ներենք, իսկապես մենք ներենք, էդի մենք գործողություն ենք անում էդի։ Էդի մեր զգացմունքները չեն, որովհետեւ եթե զգացմունքային մարդ լինենք, can I say it? Որ զգացմունքով ես լինում, կյանքը դժվար է, չես կարա ամեն ինչի տակից հելես։ So ամեն ինչին, եթե ամեն մի բանը լինում է, ես ընկճվեմ, չեմ կարա առաջ եթամ, չէ, պետք է Աստծո խոսքի համեմատ
ուժ հավաքեմ իմ մեջը, այդ ուժը ուր տեղից է գալի, իմ աղոթելուց Աստծուն եւ խնդրելուց էդի։ Եվ այս է նույն բանը, զգացմունքային որ լինես, տեղ չես հասնի, ամեն ինչը ֆիլինգներով կմեկնաբանես։ Ես ասեմ, ամեն մարդու ամեն ձևի ֆիլինգ տալիս է առնում է, so what? You're not the only one. Քանի բիլիոն people կա այս աշխարհի մեջ, լիքը։ You're not any special. You're special because God chose you. You're special because you have Jesus in your life. You're special because you want to be special with Jesus. That's why. Էտի աբանը։ Ու ուզում եմ ասեմ, որ էս էլ ոչ թե զգացմունքներով մենք ներում ենք, այլ մեր գործողությունով։ Իսկ երբ որ մենք ներում ենք, այդ համ մենք ենք ազատվում, համ այնպես մարդուն ենք հանգիստ թողում։ Չէ, այդեն չի, համ մեղավորին, համ ներողին ենք մենք հանգիստ թողում, որովհետև again, կյանքը դժվար է, կյանքը պետք չունես ավելի overwhelm անելու քեզի։ At least իմ փորձս այտենց է, overwhelm ինչի անեմ, ավելորդ ինչի մտածեմ։ Ինձ մի բան է եթալու, չի եթալու, ավելորդ այտենց մեզի չծանրաբերենք, եւ եթե ծանրաբերնվում ենք, պետք է ճիշտ տեղին ծանրաբերնենք ու շուտ մենք հելնենք դրա մեջից։ That's the whole point, ներելու մեջը, որ եթե թեկուզ մի բանի մեջ ենք, թեկուզ մեկը մեզի շատ մեծ ցավ է պատճառել, բայց մենք կարանանք դրա մեջից հելնենք, որովհետև ավելի հանգիստ կլինենք, մեր կյանքը ավելի թեթև կլինի, մենք ավելի խաղաղ կլինենք, ավելի պարզ կտենանք ամեն ինչը։ Ինչպես որ ասեցինք, մեր մտքերն է մթակցնում, մեր սիրտն է կարծացնում, no, ինչի անենք էդի։ Ես խորհուրդ չեմ տա։ I try։ Նայեք, ամեն մարդ արարած ենք, մենք էակ ենք։ So sometimes it's super hard. Again, ասելը ավելի հեշտ է, քան թե անելը, but I think այսքան տարիների մեջ լինելով Հիսուսի մեջ, լինելով եւ ծառայելով Աստծո մեջ, I think some of the stuff I think հաղթահարել եմ։ I think ես իմ մեջս հաղթահարել եմ, ուժ եմ գտել, որ էդի մի բան է լինի, սուպեր չեմ նեղվի։ Կանցնեմ վրայով կեթամ, կներեմ կանցնեմ, որովհետև Աստված է ինձ այդպես ասում։ Ների որ ներվես։ Ամեն մարդ է սխալանում։ Մենք մարդ ենք, մենք միջև վերջինով սխալ ենք անելու։ Իմանալով, չիմանալով, կարող է ես թթուկը խոսք եմ ասել ուրիշներին, չեմ իմացել, բայց հետո Սուրբ Հոգին ինձ հանդիմանել է, ես դղճացել եմ, չէ, էդի մենք միշտ պետք է ապաշխարենք, միշտ ներողություն խնդրենք, որ մեր կյանքն է թեթև առաջ գնա, ոչ թե որ ծանրաբեռնված առաջ գնա։ Այս մեկը կարդացինք։ Okay. Sorry. Okay. Այս էլ ասեմ, վճռական, արմատական ազատությունը գալիս է, երբ որ մենք ուրիշներին ենք ներում, ոնց որ Քրիստոսը մեզաներ է։ Այսինքն Հիսուսը մեզի ներում է չհիշելու նպատակով։ Իսկ եթե մենք ասենք ես ներեցի քեզի, բայց հետո օրերա գալի ես քո երեսին էլի էդի բերում եմ, էդի չի նշանակում, որ ես քեզի ներել եմ։ Ու հաճախ լինում է դեպքեր, որ այտենց է մենք հիշացնում ենք։ Հա, նայ դու ինձ սենց բան ես արել, ես քեզի ներեցի, բայց չեմ մոռացել, մտքիս մեջ է։ No, այտենց պետքա չլինի, եթե իսկապես ներում ես, իսկապես սրտանց ես ներում։ Forgive and forget. Forgive and forget, որովհետև Աստված մեզի այդպես արեց, ոչ թե որ ուրիշ մեկն է մեզի արել, որովհետև Հիսուսը արեց, մենք անարժան էինք, մեզի արժանի դարձրեց, մեզի ներեց եւ չհիշեց մեր անցյալի սխալները, անցյալի մեղքերը, փառավորվի մեր Հիսուսը դրա համար։ Ու ներելը չի նշանակում, սի մարդկային օրեն մենք սենց ենք մտածում, եթե ես քեզի ներեմ, ուրեմն հա, ես հիմա քո գերին եմ, դու ինչ ուզես կանես ինձի։ Կամ ասենք թե ես քեզ եմ տրվել, just because ես սխալ էի, դու ճիշտ էիր, ես քեզ ասենք թե ներեցի, էդի ոնց որ sometimes բան ենք տենում, էդի տկարության նշան ենք տենում, չէ՞, մեկը որ մեկին ներում է, կամ ասում է okay, love, you know, ոնց է մենք տկարություն ենք էդի հասկանում, բայց էդի այտենց չի, չէ՞։ Նոր կտակարանում ներելը ոնց որ իր բացատրությունը անեցա, որ պետք է արձակես։
արձակես, let it go։ Պետքա թողես, որ ինքը էթա, պետքա թողես, արձակես էտի։ Նույնն էլ ներումը, մենք պետքա ներենք, որ մեզանից արձակվի էտի, մեզանից հեռու էթա։ Մենք երբ որ ներում ենք, էտի նշանակում է, որ մենք հրաժարվում ենք, որ մենք մեր անձերը վրեժխնդիր առնեն դիմացինից։ Այսինքն, ներելը նշանակում է հրաժարվել վրեժ լուծելու մեր իրավունքից։ Այդ իրավունքից է, որ մարդիկ կարծում են, որ էտի տկարություն է, բայց էտի այդեն չի։ Եկեք մեր խոսքը նայենք Հռոմեացի 12:19, որ ասում է. Ինքներդ վրեժխնդիր մի եղեք, սիրելիներ, այլ Աստծո բարկությանը տեղ տվեք, որովհետև գրված է. Իմն է վրեժխնդրությունը, ես էլ կհատուցանեմ։ Աստված մեզի խոստում է տալիս տեղ, սիրելի Աստծո ժողովուրդ, ասում է. Դու մի արա ոչ մի բան, դու պետքություն չունես անելու ոչ մի բան։ Ես իմ անձը, ես կլուծեմ էտի, կհատուցանեմ էտի։ Դրա համար պետք չի մեկին ասել eye for an eye, եթե դու ինձի վատ բան ես արել, ես է փոխարենը քո դիմաց եմ անելու, այսինքն աչք աչքի առաջ, ատամ ատամի առաջ, no, այս խոսքը հռոմեացիների ասում է մեզ, որ մենք պետք է թողենք էտի Աստծո ձեռքերի մեջը։ Մենք չենք կարա էտի լուծենք, մենք չենք կարա էտի անենք, որովհետև Աստված է այդպես ասում մեզ, ասում է դու գործ չունես, կամ դու անես, ինչ ես անելու։ Ես քո Աստվածն եմ, ավելի լավ ձևով, ավելի ճիշտ ձևով կլուծեմ այդ հարցը, քան թե դու քո 2 գրամ կարճ խելքով։ It's true. It's true. It is true. I'm sorry. It is. Okay? Ճիշտի կողմից եմ ես։ Okay? Եկեք վրեժխնդիր չլինենք մենք։ Եկեք մենք դառը չլինենք, չասենք դու ինձ արեցիր, նայ ես քեզ հիմա ինչ եմ անելու։ Sometimes we do, but պետք է ներում ուզենք Աստծուց է դրանից։ Կարող է ասում ենք, բայց չենք անում, բայց այդ հոգին պետք է մենք կտրենք ներ մեջ։ Պետք է աշխատենք այդ հոգին, թեկուզ ասեցինք, բայց չարեցինք էլ, պետք է կտրենք էտի մեր մեջ, որովհետև even երբ որ մենք մտածում ենք դրա մասին, կամ էտի մենք գիտենք խոսքը ունի զորություն, եթե լինում է, ուրեմն մի բան կլինի, չէ։ So դրա համար եկեք սիրելի Աստծո ժողովուրդ, մենք թողենք ամեն ինչը մեր արարիչի, մեր հզոր Աստծո ձեռքերի մեջ, որ ինքը ամենալավ ձևով, ամենատոչնի ձևով ամեն մարդու հարցը լուծի, ամեն մարդուն իր տեղը դնի, ամեն մարդուն իր խոսքը հասկացնի, եւ մենք այդ վատամարդ չենք լինի։ Աստված կանի մեր համար։ Սի աստվածապաշտությունը շահավետը ամեն տեղ, չէ, թեկուզ ներման մեջ էլ, մեր առօրյայի մեջ է, էտի էական է, ու super awesome այդի, like, can you guys imagine, ես երբեմն սենց կայնում եմ և մտածում եմ, եթե Աստված չունենայի, եթե Հիսուս չունենայի, like how miserable I would be, ինչքան դաժան կլինեի ես, աբա, շատ դաժան կլինեի ես։ Այդիկ մարդ արարածը տենց կլիներ, եթե Հիսուս և Աստծո սերը չունենային իրանց մեջ, այդ փափուկ սերը, որ մենք զգացել ենք Աստծուց, որ Հիսուսը մեր համար խաչվել է, Հիսուսը մեր համար այս աշխարհը եկե, չարչարվել է մեր համար, մի հատ գոնե մենք մեր կողմից մի բան անենք, մեր կողմից ներենք, իր խոսքը անենք, ինքը այդքան արել է, մենք գոնե իր խոսքը առաջ տանենք, գործենք մեր կյանքերի մեջը։ Ես ուզում եմ մի երկու բան էլ ասեմ։ Աստվածաշնչի մեջ լիքը տեղեր կան, որ մեզի ցույց է տալի ներման մասին։ 5 կտակարանում Հովսեփ is the bright example, ամենալավ օրինակներից մեկը Հովսեփն է, որ Հովսեփը լիքը բաների մեջից անցավ։ Իր աղբերները իրան նախանձեցին, ծախեցին եւ այլն, լիքը վատ բաներով անցավ, ստրուկ եղավ եւ այլն, բայց բանդ նետվեց, բայց հետո արիուտես ինքը դարձավ Եգիպտոսի երկրորդ անձը եւ սովի ժամանակ
իր աղբերները, որ տարիներ առաջ իրան վատություն էին արել, եկան իրանից ոնց որ հաց խնդրելու։ Եվ այդ վաղ I think աղբերները վախեցած էին, որ հեսա ինչ ասելու մեզի, ասելու է գնացեք, ձեզի հատ չկա, ինձի սենց է կարել, հիմա իմ վաղտնա ձեզի հատուցելու, իմ վաղտնա եկե օրը ժամը եկելա, հիմա իմ հերթնա, բայց ինքը չասեց, ասեց միթե ես Աստված եմ, ասեց միթե ես Աստծուն փոխարինողն եմ, դուք ինչից եք վախենում, այդքան խելք չունեք, որ ես Աստված չեմ, ես ձեր աղբերն եմ։ Ու Հովսեփը ներեց, ու էդի հին ուխտում ցույց էր տալի, որ Աստված Հիսուսը մեր համար ինչ կանի։ Հիսուսը եկավ այս աշխարհ, Հիսուսը մեր մեղքերի համար չարչարվեց եւ խաչը հելավ, որ մենք ներվենք, որ մեր նմանները ներվեն, որ ես եւ դուք սիրելի Աստծո ժողովուրդ կյանք ունենաք եւ ավելիով եւ ապրեք խաղաղ եւ ապրեք հանգիստ այս կյանքը հուսալով Աստծուն, ներելով ձեր փորձ բոլորը, ինչպես որ Հիսուսը մեզի ներեց։ Ու Աստծո Հիսուսը երբ որ խաչը հելավ, ինքը աղոթեց իր հորը եւ ասեց. Հայր, ներիր նրանց, որ իրանք չգիտեն ինչ են անում։ Այսինքն ըստ ցույց է տալի, որ Հիսուսը ասեց էդի, Հիսուսը մեր համար ասեց, ոչ մեղավորը գիտեր, որ Հիսուսը իր համար մի բան ասե, ոչ մի բան, այսինքն էդի ոնց որ քո ներքին բանը լինի, էդի դու պետք է ասես, էդի քո ներքին գործն է, որ դու պետքա քո մեջ անես եւ ներես, որովհետեւ Հիսուսն է ներեց, Հիսուսն էլ ասեց ներեք, որ ներվեք, Հիսուսը ասեց իր հորը աղաչեց մեր համար, որ իրանց ների, իրանք չգիտեն ինչ են անում, իրանք չգիտեն ինչ են անում, այսինքն էդի նշանակում է, որ մեզնից անկախ է էդի լինում, այսինքն երբ որ դու ներում ես, ոնց որ անկախ մի բան է էդի լինում, ու այս մեկը, այս Հովսեփի եւ Հիսուսի խաչելությունը, որ մեզի ներման է բերում, ներման օրինակներ են բերում, էդի նշանակում է, որ մենք պետք է ոչ թե տեսնենք այդ մի րոպեն, որ Հովսեփը այդ մի րոպեն տեսավ, նո, Հովսեփը տեսնում էր, որ Աստված ինչ է անում։ Եթե Հովսեփը իր միտքը փոխվեր եւ չներեր իր աղբերներին, այդ ժամանակ ինչ էր լինելու։ Այդ ժամանակ լինելու էր այն, որ Աստված Իսրայելի ժողովրդին չէր ազատելու, ավելի վատ էր լինելու, չէ, բայց որովհետեւ մենք տեղ ենք տալիս Աստծուն գործի մեր կյանքերի մեջ, Հիսուսը գործի մեր կյանքերի մեջ, մենք տեղ ենք տալի, որ Աստված ավելի big picture-ը մեր կյանքերի մեջ անի, ավելի մեծ բաները անի, որ մենք չենք տեսնում, եւ մարդկային օրենը մենք չենք տենա, մենք ապրում ենք ըստ օրի, մենք չենք տենում վաղը, մենք չենք տենում մույսօրը, բայց Աստված տեսնում է, ինքը ավելի լավ գիտի, եւ դրա համար պետք է մենք իրան հուսանք եւ իրան հավատանք։ Աստծո ներումը, նրա ներումը բացեց ճանապարհ Աստծո փրկagorցական ծրագրի համար, ողջ մարդկության համար։ Հարության զորությունը չէր կարող գալ առանց խաչի վրա առաջարկված ներման։ Չէ, եթե մենք ներում չունենայինք, Աստծո մենք չէինք փրկվի այսօր։ That's the whole point of it, որ Աստված մեզի չներեր եւ Հիսուսը այդ խաչի վրա չհելեր, մենք չէինք ներվի այսօր։ Այդ մեծ we wouldn't be part of the big picture. Մեծ պատկերի մի մասնիկը չենք լինի, բայց այսօր, որովհետև Հիսուսը խաչվեց, որովհետև Աստված մեզի ներեց, մենք հնարավորություն ունենք իր մեծ ծրագրի մեջ ընդգրկվելու, եթե միայն հավատանք իրան եւ իր խոսքերը շարունակենք, իր գործերը անենք այս կյանքի մեջ։ Մենք ունենանք հավիտենական կյանքը, որ ինքը խոստացել է ըստ իր խոստումների համաձայն, չէ՞։ So եկեք մենք էլ մեր սիրտը ներողամիտ սիրտ լինի, մենք չասենք, ինքը մեզի անում է, մենք էլ անենք, ու
Աստվածա մեզի էդի թույլ տալի։ Եկեք մենք Աստծուց խնդրենք, որ մեզի ներող հոգի տա։ Մենք ներենք։ Մենք կարծում ենք, որ եթե ներենք, again, as I said, մենք ոնց որ դրա ստրուկն ենք լինելու կամ ինչ ասի, կարծելի է, որ մենք, իրանցից ցած ենք։ No, էդի այդտենց չի։ I think մարդկայնորեն մենք այդտենց ենք մտածում, դրա համար մեր մեջի այդ բանը հելլումաներ դուրս, որ ինչի ես ինչի իրան ներեմ, որ ինչով եմ իրանից պակաս, որ no Աստված էդի մեզանից չի ուզում, մեզանից ուզում Աստված խոնար հոգի, չէ, Աստված դասում է խոնարհությունը շատ բարձր, մենք գիտենք, բազմաթիվ տեղեր տեսել ենք Աստծո խոսքի մեջը, որ Աստծո խոսքը պետքա մենք հնազանդորեն էդի անենք, որովհետև էդի ոչ միայն մեր համար է, էդի այ ցույցել է նաև տալի մեր հավատքը ինչ աստիճանի վրա է, եթե դու չես ներում Եթե Հիսուսը քեզի ներել է ու նույն բանը դու չես անում, ես ուտեղից իմանամ քո որակը, քո հավատացյալի ոնց որ հասունությունը ուտեղից իմանամ։ Ներելը շատ կարևոր բան է։ It's such a big thing, but yet it all ends up in us. Ինքը շատ մեծ բան է, բայց ինքը շատ մեր մեջ է, մեր ձեռքերի մեջ ոնց որ լինի։ Եթե մենք հանգիստ թողենք եւ ներենք, բարի սիրտ ունենանք, նույնն էլ ուրիշը մեր հանդեպ կանի։ Անեն չի, որ մենք իդեալական ենք։ Nobody is except Jesus, except Հիսուսն է իդեալական։ Դրա համար մենք իրանից օրինակ ենք վերցնում։ Դրա համար իրանից վերցնում ենք այն ինչը կարանք sense like whatever I can I'm going to grab it from you։ Ինչքան կարամ լցնեմ մեջս, որ միշտ պաշար լինի մեջս, որ overflow լինեմ ես այդ քաղցր խոսքից, այդ լավ բաներից, այդ բարիությունից, այդ իր բոլոր խոստումներին հավատալով առաջ գնամ, որ ինքը ճեղքի, so I can make a way, որ ինքը անցնի ու առաջ գնա։ Ոնց ինքը բացեց Red Sea-ն եւ անցան։ Այդտենց բացեք, թող առաջ գնա Հիսուսը, թող առաջ գնա Աստված, որպեսզի ձեր սրտի ուզածները լինեն, որպեսզի ձեր սրտի փափագները կատարվեն այս կյանքի մեջ։ Որովհետև Հիսուսը այն մարդն է, որ պետք է մենք միշտ իրանից կարճած մնանք, իրանից միշտ կախված մնանք մենք։ Եվ սիրելի Աստծո ժողովուրդ, այս հզոր օրինակներից հետո ուզում եմ ասեմ Մատթեոս 18:21-ում, okay, Պետրոսը հարցրեց Հիսուսին. Քանի անգամներ եմ ես, ասեց։ Այդ ժամանակ Պետրոսը մոտենալով նրան Հիսուսին ասաց. Տեր, եթե եղբայրս իմ դեմ մեղանջի, քանի անգամ նրան ներեմ, մինչև 7 անգամ, 7 անգամ, 7 times is so little, 7 անգամ մի օրվա մեջ ենք մենք սխալանում, չէ, պատահում է, չէ, բայց Հիսուս ասեց 70 անգամ 7-ը, էդի չենք հաշվելու էդի ասենք 490, no, էդի ցույցատալի մեծ թիվ, limitless, just like Jesus forgave us limitless, unlimited ներում ամեզի տվել Հիսուսը, երբ որ մենք զղջանք բայց, մեր սիրտը ապաշխարի, մեր սիրտը փափկի, մեր սիրտը ընդունի իր խոսքը եւ մենք հանդարտ լինենք։ There's no way we can lose in Jesus. There's no way. I don't care. There's no way you're going to lose in Jesus. There's no way if you forgive, it's going to be bad for you. There is no way. Ես չեմ հավատում դրան, որ եթե ես մեկին ներեմ, մեկին ասեմ, okay, ես ներում եմ քեզի եւ անցնում եմ դրա վրայից, վատ բան հանգարց տեղի կունենա, կամ like ոնց որ չի ամփոփվի այդ արածները, կամ չի ամփոփվի մի բանը, գործը, ինչը որ ես աշխատում եմ, ինչ որ բնագավառի մեջ, էդի կապ չունի։ Ես մենք հավատում ենք այն Աստծուն, որ like it's awesome։ Մենք հավատում ենք այն Աստծուն, որ արարիչն ամեն ինչի, մենք ոնց կարան մի րոպե, մի վայրկյան մտածենք, որ ինքը կարողա չի կարա։ Ինքը կարողա մեզի մեր իրավիճակի մեջից չհանի, մեզի ուժ չտա որ ներենք։ I don't like that either, որ մարդիկ ես իմ մեջս ուժ չունեմ։ I don't care, հավաքի քո մեջը ուժը։ No, հավաքի քո մեջ ուժը։ Հավաքի։ Հիսուսը չի եկել, որ դու այտենց զգացմունքներով առաջ գնաս, գործերով առաջ գնա։
մտքովը, Աստծո խոսքով առաջ գնա։ Տկար մի եղի, որովհետև երբ որ տկար ենք լինում, այս աշխարհի մեջ լիքը բաներ ա մեր գլխին գալի, բայց երբ որ դու ձիգ կանգնում ես, ես չեմ ասում դու քո խելքով կայնի, no, ես ասում եմ ձիգ կայնի, հիմնվի Աստծուն, Աստծո խոսքի վրա, եւ դու տկարները առաջինը կլինեն, եթե նույնիսկ դու տկար լինես, չէ՞, դրա համար մենք պետք չի տկար լինենք, միշտ եկեք մեր Աստծո խոսքով մենք մեզի ուժ տանք, մենք խնդրենք էդի Աստծուց, I think I do that, that's why I want to share that with you, չէ՞, I want to share that with you, Աստծո խոսքը like empowers you, man, empowers you, gives you power, you can do anything with him. You can do anything for him, with him. Ira խոսքով, ira խոստումներով, իրան հուսացած. Like I cannot imagine my life without Jesus. Like imagine, like I can't. Sometimes I stop and think, եթե մենք Աստված չունենք, ում ենք աղոթելու, ինչ ենք անելու. Oh my God, ինչ ենք անելու. Thank the Lord for Jesus Christ. Thank the Lord for his power, for his forgiveness, for his love. For him being a father to us. Մեզի գուրգուրելու համար եկեք շնորհակալ լինենք, մեզի սիրելու համար, մեզի շոյելու համար։ Because այս աշխարհի ամենադեֆիցիտ բանը ինչ է? Սերը։ Իսկ Աստված մեզի լիովին տալիս է այդի։ Եկեք ճաշակենք էդի։ Եթե մենք Աստծո սերը չենք էլ ստանում, էդի մեզնից է։ Մեր չներումից է, որ պատնեշ ենք անում։ Մեր չներումից է, որ մեր սրտերը կարծրանում են։ Ինչի չներես։ Ինչ է ստանելու հետը տես աշխարից, ինչ են տարել մարդիկ, ոչ հարուստը, ոչ ամենախելացին, ոչ մեկը, ոչ մի բան չի տարել, ինչ ես կորցնելու եթե ներես, եթե ասես հա քուրս կներես, հա եղբայրս կներես, ես սխալվեցի քո առաջ կներես, Հիսուս ես սխալվեցի ինձների, there's nothing wrong with that, I don't see anything wrong with that, և եթե մենք մեր մեջ չշրջվենք, չգանք էդի ոնց որ չքննարկենք էդի մեր մեջ, հետո մեզի վատ կլինի, հետո մեզի վատ կլինի, Աստծո խոստումները չենք ստանա, ինչի չստանամ Աստծո օրհնություններն ու խոստումները, նույնը դուք, that's what I'm trying to say, ինչի մենք չստանանք, ուրիշը մեզնից լավը չի, մեզնից խելացի չի, չէ, մենք բոլորս Աստծո մեջ հավասար ենք, որովհետև Աստված մեզի որպես որդի, որպես իր դուստրը ընդունել է, ինչի չօգտագործենք, մեր հովիվը ասում է, դուք չգիտեք ձեր իշխանությունը, ես էլ եմ ասում, մենք պետք է recognize անենք, մենք ճանաչենք մեր իշխանությունը Աստծո մեջ, որ ինչքան հզոր ենք մենք միշտ victim-ի դեր ենք տանում, ասում ենք, ինձ սենց արեց, ամենց արեց, էս եղավ, էնի եղավ, no, մի հատ թափ տուր քեզ, Stop եղի, որ ճաշակես Աստծո այդ բարությունը, այդ ամեն ինչը ճաշակես, ամեն ինչը կարանաս անես Աստծո։ Ես ուզում եմ մի խոսք ասեմ, շարունակելով իմ խոսքը այգես, մի հատ Pastor Craig Groeschel, այսպես ասեմ, անգլերեն ասեմ, հետո հայերեն կասեմ, The first to apologize is the bravest. The first to forgive is the strongest. The first to forget is the happiest. Առաջին ներողությունը խնդրողը ամենաքաջն է, ամենահամարձակն է։ Առաջին ներողը ամենաուժեղն է։ Առաջինը ով մոռանում է, ամենաերջանիկն է։ Եկեք մենք առաջինը մոռանանք, մենք ներենք եւ մոռանանք եւ լինենք հանգիստ եւ ուրախ լինենք։ Մենք ինչ ենք ուզում ես կյանքի մեջ, առողջ լինենք, happy լինենք եւ այլն, մարդկային բաներ։ Chance for you to be happy, ինչու չենք օգտագործում, իմ կոչն ա ձեզ, եկեք մենք առաջինը ներենք, առաջինը համարձակվենք, առաջինը անենք այն ինչ Աստծո խոսքն ա մեզի ասում, Աստծո խոսքը որտեվ հզոր ա, ու եկեք մենք մեզի չդասենք ավելի բարձր ուրիշներից, մանավանդ Աստծուց, որ ասեցի, ես չեմ կարող ներեմ, վայ ինքը շատ բան ա եղել,
շատ վատ բան ա եղել, ես չեմ կարա ինձ ներեմ կամ չեմ կարա դիմացինին ներեմ։ Մենք Աստծուց մեծ չենք։ Մենք Աստծուց մեծ չենք։ Աստված եթե մեզի ներել է, մենք է պետք է ներենք։ Վերջերս բոլորս հայտնի վստահ եմ Չարլի Քրքին, որ սպանեցին, իր կնիկը բացահայտ միլիոնավոր ժողովուրդների առաջ ասեց ես ներում եմ այդ տղուն, ով որ այդպես բան արել իմ ամուսնուն։ Ինքը ներեց, ինքը Աստծո խոսքը ճանաչում է, որ ներեց, որովհետև ինքը այդքան շուտ չներեր, ինչա 2 շաբաթ հետո or something, ինքը հելավ բացահայտորեն ներեց։ Ինքը ներեց, որովհետև ինքը կարիք ունի դրան, մենք էլ դրան կարիք ունենք։ Եթե ինքը չներեր, ինքը այդ թախիծով, այդ վատ բանով պետք է ապրի եւ ինքը ունի զավակներ, երեխաներ, որ պետք է առաջ էթա, ինչպես like Աստված ամեզի ասում, որ տեղ բաց ճանապարհ տուր, որ ես իմ գործս անեմ, դու քարեր մի պատնեշնել մի սարքի քո համար։ Նույնն էլ էսի, այս աղջիկը բացահայտորեն ներեց իր ամուսնունը տենց վատ բան անողին, այդի շատ վատ բան է, like այդ պատահարը շատ վատ բան էր, ու պատահում է, այդի ոնց որ ասած բոլորի աչքի առաջ եղավ, բայց միշտ են լինում այդպես բաները առօրյա կյանքերի մեջը, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է այդանք, այդ ողով եթե այդ կնիկը, այդ ամուրին, այդ ողով լցված լիներ, այդ դրա հանդեպ կշարունակվի էդի, where's the end, դու սպանես ինձի, ես սպանեմ քեզի, ես քեզի չներեմ, դու ինձի, այդ cycle-ը ուր կեթա, կլոր կֆռա այդ cycle-ը, բայց մեկը պետք է կտրի, եւ Հիսուսը մեզի այդ opportunity-ն ա տվել, այդ կարողությունն ա տվել, որ մենք կտրենք, like մենք լավ բան անենք, ու այդ կնիկը որ ներեց, եկեք մենք մեզի չկարծենք, Էդի example էր, ես որպես օրինակ բերեցի այդ կնգան եւ մեր ժամանակների մեջ պատահած դեպքեր, ես ուզում եմ ասեմ սիրելի Աստծո ժողովուրդ, եկեք ներենք միմյանց, եկեք ներենք մենք մեզ, որ մենք հանգիստ լինենք, մեր սիրտը հանգիստ լինի, հանգիստ խղճով եթանք մենք քնենք մեր տեղաշորների մեջը, ինչի մտածեմ, ինչի ես ինքս ինձի panic բերեմ, ինչի ես ինքս ինձի anxiety բերեմ, ինչի, Էդի մենք ենք անում, ինչի բերեմ, why, I don't see the point, ես վստահ եմ Աստված է չի տենում դրա իմաստը, դրա համար մեզի opportunity-ա տալի, որ մենք առաջ գնանք, բացենք, ճանապարհը իրա գործի համար, like I want to do this, բացեմ ճանապարհը իրա գործի համար, քո մեջը մաքրի, որ քո մեջը pure լինի, զուտ լինի, Աստծո սիրով լեցված, Աստծո խոնարհությամբ լեցված, եկեք մենք չկարծենք, որ մենք ավելի մեծ ենք, վերջի խոսքը, որ ուզում եմ բերեմ again C.S. Lewis-ից է, եւ ասում է այսպես, I think that if God forgives us, we must forgive ourselves. Otherwise, it is almost like setting up ourselves as a higher tribunal than him. Այսինքն, կարծում եմ, որ եթե Աստված մեզ ներում է, մենք էլ պետք է ներենք ինքներս մեզ։ Հակառակ դեպքում դա գրեթե նույնն է, ինչ մեզ նրանից բարձր դատարանի դարձնելը, այսինքն, էդի նշանակում է մենք Աստծուց բարձր դասենք մեզի, երբ որ մենք չկարողանանք մեր անձերը կամ մեր շուրջ բոլորը ներենք։ Մենք ով ենք, եթե Աստված չունենանք, մենք we're nothing։ Եթե Հիսուսը մեզի չներեր, we would be nothing։ We wouldn't be good people։ Եկեք խոստովանենք մեր անձերը, որ մեզի պետքա Հիսուսը, մեզի պետքա իրա օրինակը ծառայելը, իրա օրինակին հետևելը, ներենք, որ ներվենք, պարզ խոսք ասում է, ների կներվես, չես ների, չես ներվի։ It's very simple, բացադրելու կարիք չկա այդ խոսքը, you cannot dissect it anymore, ավելի չես կարա բացես այդ խոսքը, որովհետև այդ խոսքը աշխատում է, գործողություն է, կներես, կներվես, չես ների, չես ներվի։ Եթե Աստծո խոսքն է ասում, եկեք մենք անպատճառ կատարենք էդի։ Ես հույսով եմ, որ մեկի սրտին կպավ այս խոսքը։ Այդ խոսքը, որ Աստված ուզում է մենք միշտ ներող լինենք, ներող սիրտ ունենանք, բարի լինենք։ I love Jesus, սաղս ենք ասում։ Մենք ուզում ենք, we forgive, we always say, but at the same time,
եկեք իսկապես անենք էդի։ Խոսքերը ամեն մարդա even when զույգերի մեջ ասենք թե մեկը ասում է ես քո համար սենց կանեմ, անենց կանեմ։ Ինձի մի ասա, ինձի ցույց տուր քո գործը։ Ինձի մի ասա, ինձի ցույց տուր քո գործը։ Նույնն էլ Հիսուսը Աստված ա ուզում մեզանից։ Ինձի մի ասեք, ինձի ցույց տվեք։ Ինձի ցույց տվեք ձեր փափուկ սիրտը։ Ինձի ցույց տվեք, որ իմ խոսքերը առնում եք եւ ճաշակում եք։ Ինձի ցույց տվեք, որ դուք ներում եք։ Ինձի ցույց տվեք, որ ներում եք, որովհետեւ ես ձեզ ներեցի։ Փառք Հիսուսին, որ ինքը մեզի ներել է։ Փառք Հիսուսին, որ մենք առաջ ենք գնում մեր քաղցր Հիսուսով։ Մեր քաղցր Հիսուսով, որ տանջվել է մեր համար, չարվել է, խաչվել է։ Մեր չներումները եկեք բերենք Աստծո ոտքերի առջև։ Աստծո ոտքերի առջև բերենք, որպեսզի շարունակվի մեր կյանքը առաջ եթալ եւ բխող աղբյուրների նման առաջ եթալ, ոչ թե ցամաքած, ոչ թե անապատի նման, այլ լի ջրերով, կյանքի ջրերով, որովհետեւ Աստված է խոստացել մեզ։ Չէ՞։ Եկեք ընդունենք այդ Աստծո խոսքը, ընդունենք, որ մենք էլ կարանք էդի անենք, մենք էլ պետք է անենք։ Կներենք, կներվենք, չենք ների, չենք ներվի։ Period։ Ոչ ավել, ոչ պակաս։ Thank you Jesus for that։ Այդ խոսքի, այդ գանձ խոսքի համար մենք շնորհակալ ենք Աստծուց։ Եկեք աղոթենք, եկեք ոտքի կայնենք, սիրելի Աստծո ժողովուրդ, իմ խոսքը հորդորումը ձեզ, իմ կոչը ձեզ այն էր, որ բաց պահենք մեր սրտերը, չխստացնենք մեր սրտերը, չխստացնենք, որ մեր համար է լավ լինի։ Եկեք վերցնենք մեր ձեռքերը վեր, փառավորենք մեր Սուրբ Աստծուն։ Փառավորում ենք քո անունը Տեր։